Ամեն օր 2 միլիոնից ավելի թուրք է դուրս գալիս փողոց, պայքարում Էրդողանի ռեժիմի դեմ, նաև Ստամբուլի նախկին քաղաքապետ ժողովրդահարապետական Իմամօղլուի ազատ արձակման համար, որին Էրդողանյան արդարադատությունը երկու ծանր մեղադրանքներով փակել է ճաղերի հետևում՝ կոռուպցիա և աջակցություն ահաբեկչությանը։ Վերջին ժամանակների ամենակոշտ ցույցերն են Թուրքիայում, բայց ընդդիմությունը գործի է դնում պլան B։ Փողոցային ակցիաներն արդեն համակարգված կլինեն, ընդդիմությունը պլանավորում է դրանք շաբաթվա հատուկ օրերին կազմակերպել տարբեր քաղաքներում։ Սրան զուգահեռ ընդդիմությունը ձեռնարկել է ստորագրահավաք, պատրաստվում են խորհրդարանական ընտրություն անցկացնելու պահանջով 27 միլիոնից ավելի ստորագրություն հավաքել, օրինական գործիքակազմ չունեն։ Թուրքագետն ասում է, ապավինում են ժողովրդական բողոքի ալիքին։ 23 թվականի նախագահական ընտրություններում, երբ հաղթեց Էրդողանը, նա հավաքեց 52% ձայն և ստացավ 27 միլիոն 800 հազար ձայն։ Հիմա էլ իրանք հայտարարում են ընդդիմությունը 27 միլիոն 700 հազար, այսինքն մոտավորապես 51%։ Այո, ուզում են ճնշումով ժողացնել։ Ընդդիմությունը կարծում է, որ եթե ժողովրդական մեծ ընդվզում լինի, հետո իրենց սցենարով նախագահական ընտրություններ, ապա կկարողանան վերջ դնել Էրդողանի նախագահությանը։ Առաջարկում են հենց Իմամօղլուի թեկնածությունը, բայց թուրքագետը համոզված չէ, որ այդքան հեշտ կլինի նրան հանել հատուկ բանտից ու ներգրավել նախընտրական քարոզարշավում։ Այստեղ էլ այլընտրանք կա, Անկարայի քաղաքապետն է, նորից նույն կուսակցությունից։ Հիմա որ ինքը կալանքի տակ է գտնվում, դա կապված է շատ խոշոր կոռուպցիոն գործարքների հետ, այդ մեղադրանքների հետ։ Եվ ուրեմն հույս ունեն, որ դատարանում հնարավոր չի լինի դա ապացուցել։ Կամ էլ հավանական է հույս ունեն, որ ճնշումը այնքան մեծ կլինի, որ իշխանությունները ստիպված բաց կթողնեն։ Իրական ճանապարհ ես չեմ տեսնում։ Իսկ այդ մեղադրանքները ահաբեկչության օժանդակության մասնակցության այսպես պահում են որպես, այսպես ասած, երկրորդ արդեն միջոց։ Թուրքիա առանց Էրդողանի սա դեռ միֆ է թվում։ Թուրքագետն ասում է, վերջին արժանահավատացումներով Իմամօղլուն Էրդողանից շուրջ 10% ավելի 55% ձայն ունի։ Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ եթե անգամ փողոց դուրս եկածների թիվը բազմապատկվի, Էրդողանը Իմամօղլուին ազատություն չի տա։ Դա կլինի նրա քաղաքական վախճանը։ Տիգրան Ուրգենյան, ժամը լրատվական։